Սակայն ճանապարհը նախատեսվում է կառուցել եւ ավարտել դեռ 25 թվականին։ Եվ այստեղ նռնաձոր գործող ճանապարհը անցնում է նախկին երկաթուղի ճանապարհով եւ գտնվում է ոչ բարգով վիճակում։ Արդյոք ավելի նպատակահարմար չէ արդեն թեկուզ ոչ բարգով վիճակում գտնվող ճանապարհը վերակառուցել եւ ավելյան ծախսել է նոր ճանապարհի համար չստացվեն, թե սա ավելի դառնում գնացող նպատակ ունի հաշվի առնելով երկաթգծի ծրագրերը եւ արդյոք երկաթգծի հետ կապված արդեն որոշակի աշխատանքներ այս պայմաններում անում են թե ոչ։ Եվ երկրորդ հարցը վերաբերում է էներգետիկ համակարգին։ Վարչապետ Փաշինյանը իր հատկապես վերջին մոտավորությունների ժամանակ պարբերաբար նշում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը պետք է միանա նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգին։ Եվ հարցը հետևյալն է, թե որքանով է դա հիմա տեխնիկապես հնարավոր, արդյոք աշխատանքները արդեն տարվում են այս ուղղությամբ, մասնավորապես որովհետև օրինակ Թուրքիայի հետ կապված գիտենք, որ իրենց էներգետիկ օրենսդրությունը մի փոքր այլ է եւ իրենց հետ այսպես միասնական համակարգներ անհրաժեշտ անհրաժեշտ է փոխակերպիչ կայան ունենալ գոնե սահմանի։ Եվ նաև այս համատեքստում Իրանի հետ կապված որոշություն կա, թե չէ հաշվի առնելով նաև Իրանը Ադրբեջանը ներշի շրջանում բավականին կարևոր հարաբերությունները։ Նաև այստեղ մենք գիտենք, որ Իրանի հետ ունենք բավականին այսպես զարգացած եւ շրջացած էներգետիկ համագործակցություն։ Գազ, էլեկտրաէներգիա։ Շնորհակալ եմ հարցերի համար, երևի սկսեմ այն հերթականության, որ դուք տվեցիք Նռնաձոր Շվանիձոր ճանապարհի մասով, ի սկզբանե էլ պայմանագրով նախատեսված է եղել 2026 թվականի մարտին ավարտել աշխատանքները։ Աշխատանքների զգալի մասը իրականացված է եւ հիմա հնարավոր է ճանապարհով անցնել եւ հասնել Նռնաձոր, իհարկե ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվում եւ խորհուրդ չի տրվում, ես նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, հայց եմ արել եւ անձամբ այդ ճանապարհը անցել եմ եւ համոզվել եմ, որ ճանապարհի կառուցման աշխատանքները, կառուցման կտորի աշխատանքների զգալի մասը արդեն ավարտված է։ Ինքը բարդ ռելիեֆով պայմաններ են, մեր լրատվական գործընկերները, ովքեր իմ նշած մեդիատուրի ժամանակ իրենք մասնակցել են, մենք այնտեղ եղել ենք։ Առաջին փուլով նախատեսված է ճանապարհի կառուցման աշխատանքներ առանց ասֆալտապատման եւ երկրորդ փուլում ասֆալտապատման աշխատանքներ։ Սրան զուգահեռ նախորդ տարվա վերջին ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների մրցույթ եւ մեծ հավանականությամբ մենք այս պահին կամ արդեն ունենք կապալառու այս մասով կամ մոտ են կապալառուի հետ պայմանագիր ունենալուն, այսինքն աշխատանքները իրականացվում են պլանավորվածի համար։ Պիտի ասեմ, որ ցավոք սրտի Նռնաձորը երբեք Մեղրիին, Ագարակին եւ մյուս բնակավայրերին կապող ճանապարհ չի ունեցել, երբեք չի ունեցել, եւ այն ճանապարհը, որը օգտագործվում է երթևեկության նպատակով, ինքը նախատեսված է եղել երկաթգիծ որպես, աշխատել է որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին եւ մենք հաշվի առնելով մեր երկաթուղային ցանցի արդիականացման եւ ընդլայնման աշխատանքները, այնտեղ դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք եւ ճանապարհի հատում որպես այդպիսին երկաթգծի հետ նպատակահարմար հարգելի գործընկերներ, քանի չկա որոշակիություն, ես դեռ կմնամ մեկնաբանություն անել, բայց մենք ինչքան էլ երկաթուղու տարածքը թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի եւ հանրապետության վարչապետի հանձնարարականում ճանապարհ են կառուցում դեպի Նռնաձոր։ Իմիջիալոց Նռնաձորում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել եւ ես նախորդ տարվա ընթացքում առնվազն 4 կամ 5 այց եմ ունեցել Նռնաձոր հետևելու այդ աշխատանքների իրականացմանը եւ յուրաքանչյուր այցի արձանագրել են, որ այդ թվում նաեւ ճանապարհի կառուցման աշխատանքները արագ տեմպերով առաջ են գնում եւ եղանակով պայմանավորված այս տարվա ընթացքում մենք դա կավարտենք առնվազն առաջին մասի աշխատանքները։ Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցին, այո, մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն, ինքը
կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին եւ հակառակը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին եւ հակառակը։ Մենք արդեն ասացի, որ նախորդ տարվա տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա, մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, իսկ մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան եւ այնտեղից ստացել ենք գազ։